Գյումրիում հասկացված ներկուսակցական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղի է ունենալու հեղափոխություն 3։ Նրա մեկնաբանությամբ 2018 թվականի ընտրություններով տեղի ունեցավ ներքաղաքական հեղափոխություն։ 2021 թվականի ընտրություններով ժողովուրդը հաստատեց սոցիալ-հոգեբանական եւ մտածողության փոփոխությունը, իսկ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները պետք է դառնան պատմաքաղաքական հեղափոխություն, որը Հայաստանը կբերի գոյատևման քաղաքականությունից դեպի զարգացման հարատև պետության փուլ։ Միաժամանակ Փաշինյանն իր թիմի համար սահմանել է նաև կոնկրետ քաղաքական նպատակ՝ 65%-ի արդյունքի նշաձող։ Հատկանշական է Փաշինյանի կողմից հրապարակային հնչեցված 65%-ի նշաձողը։ Նման բարձր արդյունքի մասին հայտարարությունները հաճախ կիրառվում են որպես քարոզչական տեխնոլոգիա սեփական կողմնակիցներին մոբիլիզացնելու եւ անխուսափելի հաղթանակի մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Սակայն ներկայումս հրապարակված որևէ սոցիոլոգիական ուսումնասիրություն չի հուշում, որ գործող իշխանությունը կարող է ստանալ նման արդյունք առավել եւս 65%։ Այս պայմաններում նման թվի հրապարակային շրջանառությունը կարող է ընկալվել որպես նախապես ձևակերպված քաղաքական պատվեր, որը հետագայում փորձ է արվելու ներկայացնել որպես ընտրությունների արդյունք։ Առաջիկա ընտրությունների իրական դիրքը սակայն կարող է պայմանավորված լինել մեկ այլ կարևոր գործոնով՝ ընտրողների մասնակցությամբ։ Քաղաքական փորձը ցույց է տալիս, որ վարչական ռեսուրսը առավել արդյունավետ է գործում հատկապես ցածր մասնակցության պայմաններում։ Մինչդեռ բարձր մասնակցությունը նվազեցնում է այդ ազդեցությունը եւ ավելի մեծ դեր է տալիս քաղաքացիների իրական ընտրությանը։ Եթե հունիսի 7-ին տեղամասեր գնա ավելի քան 1.300.000 ընտրող կամ ընտրողների շուրջ 55%-ը, ապա ընտրությունների արդյունքը մեծապես կախված կլինի ոչ թե իշխանության վարչական լծակներից, այլ հասարակության իրական քաղաքական որոշումից։ Այդ դեպքում հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական հեղափոխության մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր։ Ընտրությունների իրական ինդրիկն այն է, թե քանի քաղաքացի կհասնի ընտրատեղամաս եւ կարտահայտի իր քաղաքական կամքը։ Եվ հենց այդ ընտրությունն է որոշելու հունիսի 7-ը լինելու է հեղափոխության շարունակություն, թե իշխանության դատավճիռ։